Բարի ուշ երեկո հարազատներ, սիրելի ընկերներ ու հետևորդներ, հուսամ լավ եք։ Ժողովուրդ ջան, եթե ձայնս լսվում է, ամեն ինչ նորմալ է, գրեք տեսնեմ։ Ըստ դրա սկսենք։ Ժողովուրդ ջան, այսօր նայում եմ Հայաստանի Հանրապետությունում, թե ինչքան սրտաճմլիկ մարդիկ կան, սրտացավ մարդիկ, որ մեր հարևանի անասնագումում գտնվող կենդանիների պես շատ քիչ են քանակով։ Դրանք են մարդիկ են, ովքեր շատ ծանր ու անդառնալի ցավ ապրեցին Ռոբերտ Քոչարյանի նման մարդասպանի, Ռոբերտ Քոչարյանի նման Հայաստան քանդողի, Հայաստան ապականողի, Արցախ խորտակողի պես նախկին ղեկավարի համար դեմ ու դարձ մնող այդ մարկանցից եմ ուզում խոսեմ, ու նաև ուզում եմ խոսեմ նրանց սատարողների այն հատվածից, ովքեր ոմանց մոտ ֆինանսական սնուցումը մի այլ կարգի պակասել է։ Ժողովուրդ ջան, մենք ինքներս հայերս ինչ ենք դարեր ի վեր, ասենց տառապած, տանջված, անիծված ու միշտ որդեկորուստ վիճակում։ Ինչի համար ենք մենք այս վիճակում։ Ով է մեղավոր այս ամեն ինչի համար։ Ես գտել եմ մեր մեղավորին։ Ես գտել եմ մեր անեծքաշաղախ կարգավիճակի պատասխանը։ Ես գտել եմ մեր եռաբլուրի անդառնալի կորստի պատասխանը։ Մենք մի չկայացած քոքուբսի համար, չկազդուրված, չկոսպեկտավորված քոքուբսի համար դարերի վեր ծնվել ենք, ապրել ենք, շենացել ենք ու ապականվել ենք։ Դարեր ի վեր մենք այդ կարգավիճակում ենք եղել։ Մենք այսօր Հայաստանի Հանրապետության բնակիչս, որ հարյուրավոր ու հազարավոր մայրեր դարել են սկաշաղախ, հարյուրավոր ու հազարավոր աղբերներ եռաբլուրում խաղաղությամբ ննջում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախից բեռնաթափված ռուսի բարձր հովանի ներքո Հայաստան բեռնաթափված արցախցին անգամ մեր եռաբլուրում ննջած խաղաղությամբ ննջած աղբերների այրանգնով ապրում է Հայաստանի Հանրապետության հող ու ջրի մեջ ու այդ երեխեքի այդ սկաշաղախ ընտանիքներին օրհնելու կարեկցանքի ձեռ մեկնելու, օգնության ձեռ մեկնելու, մխիթարանքի խոսք ասելու համար մեզ անիծում է ու ասում է նզովյալներ։ Այո, մենք նզովյալներ ենք։ Մենք նզովյալներ ենք, որովհետև մեր ծնողները, մեր ապու պապերը, մեր տատու պապերը դարերի վեր մեր մեջ սերմանել են, որ մենք մեծանանք, դառնանք 18 տարեկան, պետք է անպայման ուզենք թե չուզենք գնանք Արցախ, կռվենք Արցախի հողի համար, պայքարենք Արցախի համար ու զոհվենք Արցախի համար։ Ինչի համար։ Ոչ թե հենց Արցախի հողի համար, այլ Արցախցու բարօրության համար, այլ նրա համար, որ Արցախցու 18 տարեկան երեխեն Էրեբունու խալու մեջ պահկվի կնգա շորերով, գա Հայաստան, հրապարակում նստի, ուտի խմի քեֆանի։ Ու մեր երեխեք պետք է զոհվեն դրանց համար։ Մենք դրանց համար ենք ծնվել փաստորեն։ Մենք ծնվել ենք Արցախցու համար։ Մենք ինչա մատաղի գառի տեսակ ենք համարվում Հայաստանի Հանրապետության սերունդը, մատաղ գառի տեսակ է համարվում, որ պետք է մատաղ լինի այն թափթփուկ Արցախցու համար, որը իր սեռական օրգանի դեմքով քիթն առած ազգային ժողովի ամբիոնում կանի ու հաճա, որ մենք նզովյալներ ենք։ Ինչն է խնդիրը, որ մենք այս կարգավիճակում հասանք։ Ինչն է խնդիրը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում մի քանի վենետիկյան պոռնիկների բանդա անդառնալի մեծ ցավ է ապրում Ռոբերտ Քոչարյանի բռնելու ոստիկանության տանելու, բռնելու, ձերբակալելու համար կներես Հայաստանի Հանրապետություն բռնի ուժով ներխուժած Պուտինի բարձր հովանի ներքոստեղ բեռնաթափված տականք, ուր է իրեն ժամանակ, երբ որ Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանի ներքո գլխատվեց Հայաստանի Հանրապետության պետականության ամենակարևոր հատվածը, ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության պարագլուխները գլխատվեցին։ Եղավ հոկտեմբերի 27, որն արդեն անցել է մի քանի տարի ու դուք ասում եք հերիկա 9 վերցնեք, վեր դնեք։ Ոչ, դարերի վեր մենք հիշելու ենք։ Դուք արցախցիները, դուք Քոչարյանի կողքը կանգնած այդ պոռնիկաբանական ինստիտուտը մի քանի տարի հետո, եթե մենք ձեզ թույլ թողենք, դուք ազգային ժողովի ամբիոնից մեզ զաստավիտ եք անելու, ասեք հերիկա հիշեք պատերազմը։ Դուք մեզ ստիպելու եք, մենք մոռանանք անգամ մեր երեխեքին։ Դուք դրա համար եք եկել իշխանության։ Դուք ընդդիմադիր դաշտի դաշտանամկներն եք, որ քանդում ու ավիրում եք, այո 35 տարի, 40 տարի։ Դուք ասում եմ, այն պոռնիկ հատվածն եք, այն մարդիկ, ով որ չպայքարեց Դեմիրճյանի համար, ով որ չպայքարեց այն 10 քանի գլխատված մեր պետական կառույցի անձերի դեմ համար, ոչ մեկը չպայքարեցիք, բայց Հայաստանի Հանրապետությունը դարերի վեր խեղատուրած, խայտարակած, ապականած, հայ զինվորին գլխատած, սքաշաղաղ մորը դարդակ արկղտված պետության
Գլավարներին դուք այսօր դեմ ու դարձ եք ընկնում, որ նրանք ձերբակալվել են։ Դուք էլ նրանց հետևից պետք է եթաք։ Դուք էլ նրանց հետևից պետք է եթաք։ Հայաստանի Հանրապետությունում բարի երեկո։ Հայաստանի Հանրապետությունում ախպերս։ Հայաստանի Հանրապետությունում մենակ սրտացավ է Քոչարյանի համար, որովհետև Ռոբերտա Քոչարյանական լծակներից ողորմություն ստացած ողորմելիներ եք եղել դարերի վեր։ Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրել եք, խայտարակել եք, հայ զինվորին գլխատել եք, այդ ձեր անտիկվար ցույցի մատերիալ արցախցիներին բեռնատապել եք Հայաստան, բայց ոչ մի բանով բացարձակապես չեք օգնել։ Հայաստանի Հանրապետությունում ինչ որ տեղի ունենում 8 տարի անդադար, ձեզ ընդհանրապես ցավ չի տալի։ Եթե ձեզ ցավ տար, ձեր Քոչարյանը, ձեր Սիրուշոները, եկեղեցիներ են սարքում։ Սիրուշո ջան, յանի թե Հայաստանի Հանրապետության վաստակավոր երկու ես, պետք չի քո եկեղեցիները մեզ համար։ Մեր եկեղեցիները երրաբլուրում պարկած են։ Դրանց մեջ ոչ ոն վառելա լինեմ, ոչ դուրը բացել մտնել ալնեմ։ Գնա ու վերականգնի մեր եկեղեցիները։ Մեր եկեղեցիները այդ տղերքն են։ Գնա վերականգնի բերտուր մեզ դրանից ավել ու առավել ոչինչ պետք չի։ Քո սարքած կեղծ եկեղեցիները, դու անգամ երեխա սարքելու ստեղծելու process-ը չես սիրում, չես կարող անես։ Դու ոնց ես եկեղեցու սարքում։ Դու որպես հայ կին, հայ մայր բեղնավորվելու կարգավիճակ անգամ չունես։ Դու Ամերիկաներում մարդից սերնահեղուկը շպրտում ես աչուձախ ում վրեն ընկա 6 ամիս հետո այդ մեծ երեխու հետևից դու եկեղեցի սարքող ես, դու պղծված ես։ Հայաստանի Հանրապետության բոլոր վանքերը գլխատելակ ու կեսար հայրիկը, Հայաստանի Հանրապետության հազարավոր ընտանիքների սկաշաղաղ սարքե քո անտիկվար կեսար հայրիկը։ Ինչի մասին է խոսքը։ Դոդի Գագոն մարդասպանների բանդայա կերտել իր ընտանիքում հայաթի մեջտեղը եկեղեցի ա դրել։ Անունը դրել են, որ իրան քրիստոնյա են, եկեղեցիներ են սարքում, բարերարներ են։ Չկա Հայաստանի Հանրապետությունում ոչ մի օլիգարխ թավյա, որ կոչվի բարերար։ Ասել եմ ու կասեմ։ Դարերի վեր այսօր Սիրուշում եկեղեցի ա կերտում, ասում եմ, կերտել պետք չի եկեղեցիներ, բարի եղի կեսարիդ քանդած ու ապականած եկեղեցիները վերականգնես, թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե բարոյապես։ Հայաստանի Հանրապետությունում հազարավոր վանքեր ա գլխատվել ու խոնարհվել կեսարիդ ղեկավարման տարիներից մինչև առեսօր, հազարավոր ընտանիքներ ա ապականվել կեսարիդ ղեկավարման տարիներից մինչև առեսօր։ Ու կեսարի բարձր հովանի ներքո Արցախից Հայաստան բեռնաթափված մի անգրագետ հատված կանգնում այս անից էս որ իրանց համար անիծվել է, որ իրանց համար դարել է սքաշաղաղ, այդ տեսակ երեխեքի ընտանիքներին ու ворբերին ասման նզովյալ եք, նզովյալ պտինլեք միշտ ու ազգովի։ Կներես աղջիկ ջան, աղջիկ չէ, վենետիկյան պորնիկների ամբիոնի ամենասեռական օրգանների ամենամեծ գարաժ, այդ քիտդ ոնց որ բան լինի, նեգրի անտեր լինի, աղջիկ ջան, դու հենց այդ նզովյալ բարի պատասխանը ասուց ստացել ես, գնա ու իմացի, քո անեծքը, քո սվիտրի բերանը այնքան լեն ա եղել, մի անգամից լցվել ա քո բերանը, դու եթե կորուստի ցավ իմանայիր, կորուստի գին իմանայիր, Հայաստանի Հանրապետության ամբիոնից չէր կայնի ու հազարավոր սքաշաղաղ ընտանիքների, որը քո համար հող ազատագրելու process-ում դարել է սքաշաղաղ, չէր կայնի նրա ворբերին, նրա սքաշաղաղ մայրերին ու տատերին ու պապերին ասել նզովյալը տնովի եք, ազգովի եք ու տես բռնապետական կարգավիճակում էլ պետք է ապրեք, մինչև քարին դնեք ստեյցել եք կոչելու, վերև Աստված կա, ձեր անեծքի պատասխանը ասուց եք ստանալու, իսկ ինչ մնում է Հայաստանի Հանրապետությունում Քոչարյանի նախկին լծակներից լծված, Քոչարյանի շնորհիվ լծված, բայց ֆինանսական մեծ խնդիրները իրանց շտկած է թափ թփուկ հատվածը, որ այսօր անդառնալի կորուստ է ապրում Քոչարյանի բռնվելու պատճառով։ Կապակցությամբ ասեմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում Քոչարյանը միակ դադավորն է եղել ու Հայաստանի Հանրապետությունը եղել է միակ բանդախուցը, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 36 տարի կարելի ասել դարերի վեր Քոչարյանի ձեռքով բռնված այլել, բռնված գերեվարության մեջ այլ է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ու այդ ձեր ասած Վախկոտ Փաշինյանը ու այդ ձեր նկարագրած Թալանչի Փաշինյանը եկավ իշխանության ու ազատեց այս ժողովրդին բռնապետական վիճակից հանեց ժողովրդին կալանքի տակից հանեց ձեր գլուխը չի մտնում ասում եմ ձեր Քոչարյանը իր մերու մանուկով ձեր Սիրուշոն իր միկրոֆոնը բողազը կողած իմ Դեմիրճյանի եմ ոտի տակի կեղտը չարժի գնացեք բերեք տվեք իմ Դեմիրճյանին ինձ իմ ժողովրդին իմ ազգին բերեք տվեք չեղավ իմ Դեմիրճյանը չեղավ ձեր Քոչարյանի ձեր մարտասպան Քոչարյանի բանդայի չափ չեղավ Հայաստանի Հանրապետությունն ապականեցիք Հայաստանի Հանրապետությունը գլխատեցիք Հայաստանի Հանրապետության կառավարական դաշտը ընենց մտակ գլխատեցիք ոնց որ տրակտորը մտներ հողը հունձաներ կամ էլ բարեր այդ ձևի ապականել եք ու անցել է մի քանի տարի այսօր են պորնիկը պրոշյանցի են պորնիկը քիթը սիլիկոնով սարկած արդեն Քոչարյանի քածնա դարեն կաշկատուն խոսում է Քոչարյանի լեզվով բուղավող պատալի բուղեն չկա ասма բանա քանի տարի պետքա տակ ճակատների նախկինների
Հայաստանի արածը կներեք նախկինները գլխատել են մեր պետությունը մեր պետականությունը նախկինները Հայաստանի Հանրապետությունում մութ ու լույս տարիներով մեծացած երեխեքին պահած ծնողներին այդ երեխեքի ծնողներին հազարավոր ծնողների սարքելա սքաշաղախ ուրեմն մի քանի տարի հետո էլ պետք է մեզ այդ ամբիոնից կոչեր անեք որ մենք մոռանանք մեր հերոսացին ընտանիքներին լրագրող անբարոյականության մարմնավորում կայացած անին սեռական օրգանների գարաժի դանկրատը ինձ տվել է դատի տվել ես դատի թքեմ քո վրեն են դատավորի վրեն նույնպես որ պետք է քո դատը բարի դու այսօր իմ Հայաստանի Հանրապետության սքաշաղախ ծնողին ասում ես դու սրբապիղծ ես որովհետև կանգնել ես Նիկոլի կողքին բա դուք սրբապիղծ չեք որ կանգնել եք Քոչարյանի կողքին ես ուզում եմ իմանամ դուք սրբապիղծ չեք որ կանգնել եք Քոչարյանի կողքին Ինչքան կարելի է ասել, ինչքան կարելի է վեկալել ու վեր դնել։ Հայաստանի Հանրապետությունը հիմա հատատային տալի Արցախից եկած մի քանի նախկին լրագրող պորնիկներ, սենց տանենք Նիկոլոնես կանենք, կներես աղջիկ ջան, դու եւս 5 տարի զառանցելու ես։ 5 տարի եւ 5 տարի հետո ընտրություններից ընտրություն տեղացող այդ մի ամիսը նորից ձեր մեջ վերելք եք ապրելու, թե դուք գալու եք իշխանության ու ինչ որ բանի հասնեք։ Բայց դուք այցուհետև նորից 5 տարի տարապելու եք ու ոչնչի չեք հասնելու։ Հայաստանի Հանրապետությունը ազատվել է բռնատիրական վիճակից։ Գիտակցեք ու խելքները գլխները թորթոփ արեք հասկանում եմ որտեղ գլուխ չկա ուղարկի դադար տարածքա ու Քոչարյանի համար հետևները մռմռած ողներ ձեր վրան որ սիրտը ձեր սիրտը կմռմռար Հայաստանի Հանրապետության Քոչարյանի բարձր հովանի ներքո գլխատված կառավարության ամենակարևոր մարդկանց կարգավիճակի համար ձեր սիրտը կմռմռար դրա համար բայց քանի որ դուք սիրտ չունեք ձերը մենակ ստամոք սուգրպանա այնուհետև ձեզ կոչ եմ անում գնաք վիրահատարաններ վիրահատվեք ու ձեր գլխի մեջ տնեք ուղեղ փորի մեջ էլ սիրտ դոշի մեջ որովհետև դա շատ կարևոր է պետություն ու պետականություն ունենալու համար շատ կարևոր է դա Հերիք եղավ ու բոլ եղավ Սիրուշոյի ողբը Քոչարյանի ողբը ավելի լավ է հավաքվեք համախմբեք ու դարերի վեր ողբակ Քոչարյանի համար Քոչարյանի շնորհիվ ողբացող ծնողների համար հերիք ուղարկի հերիքա դուք նզովյալ կմնաք ես ձեզ չեմ անցım Աստված ձեր անեցքի պատասխանը տվելա Հայաստանի Հանրապետության ամբիոնը զբաղացնող Հայաստանի Հանրապետության սքաշաղախ սերունդին անուծող հայվաններ նզովյալ կմնաք այսքանը ձեզ ժողովուրդ ջան լսեք տարածեք թող այդ հայվանները տեսնեն որից հետո է ու գիտակցեն բարի գիշեր բոլորիդ ներվերս